Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում առաջնախաղ է։ Բեմադրիչ Դավիթ Հարությունյանի աշխատանքը կենտրոնացած է Եղիշե Չարենցի կյանքի բարդ ու բազմաշերտ դրվագների վրա, որոնք բեմում ներկայացվեցին թատրոնի լեզվով։ Ներկայացումը բացահայտում է Չարենցի հոգեկան ներաշխարհը, ստեղծագործական ճանապարհն ու այն ներքին հակասությունները, որոնք բնորոշ էին նրա դարին ու կենսագրությանը եւ հենց իրեն Չարենց անհատին։ Թատերական լուծումները տպավորիչ էին շնորհիվ տաղանդավոր ռեժիսոր Դավիթ Հարությունյանի եւ աբելյանցիների զգայական խաղի ու պրոֆեսիոնալիզմի։ Ի սկզբանե բեմադրությունը արժանացել էր թատերասեր վանաձորցիների մեծ հետաքրքրությանը, այս անգամ էլ թատրոնի դահլիճը լեբլեց ուներ։ Գուրգեն Գրիգորի Աճեմյանի Մահարի դատապարտում է բանտային կյանքի քաղաքացիական իրավունքների սահմանափակումով 5 տարով, հրազդական ունեցվածքի բռնագրավումով, բանտային կալակի ժամկետը հաշվել 1937 թվականի օգոստոսի 9-ից դատավճիռը վերջնականն է եւ ենթակա չէ բողոքարկման։ Հնարավոր է արդյոք մի ամբողջ ժողովրդի հետ դատարան տանել, որպես մի խեղճ հանցապարտանող եւ խարասանել եւ անպաստանել։ Կարող է արդյոք մի ժողովրդի դպրությունը ողջ, երկն ամբողջովին լինել անծանոթ, որպես ծմարդի ինքնադատաստան կատարած ամբողջ, որքան էլ ինքս չլինեն կապված իմ եղբայրների դավադրությանը, սակայն իբրև մարդ եւ իբրև պոետ պատրաստ եմ տանել ամենայն անգամ նրանք Տակավին պատանի Եղիշեի եւ արդեն հայտնի գրող Չարենցի կերպարները խաղում էին երկու դերասաններ Սարգիս Ավետիսյանն ու Գյումրիից հրավիրված Համլետ Ղազարյանը։ Գաղափարը նախ թատրոնին է եղել, հետո հրավիրել են Դավիթին, ռեժիսոր, հետո արդեն փնտրել են Չարենցներ ու վերջում հայտնաբերեցին ինչ-որ կերպ ինձ։ Իսկ ինձ հայտնաբերեցին, որովհետև կարծում եմ իմ ցանկությունը Չարենց խաղալու շատ մեծ էր, տենց տիեզերք էի ուղարկել։ Իրականում Չարենց միշտ եմ ուզեցել խաղալ, այդ իմ տենց պատանեկան երազանքներից մեկն էր, քանի որ տենց իմ ամենասիրելի բանաստեղծն ենք եղել։ Ու ոչ միայն բանաստեղծ, նաև իբրև մարդ, իբրև քաղաքական հասարակական կերպար, ինքը լավագույններից է, էլի, անգերազանցելի, անկրկնելի կերպար է։ Ու առաջարկից հետո արդեն սկսեցինք Դավիթի հետ ուսումնասիրել Չարենց, շատ կարդալ Չարենց, վերընթերցել ամբողջ գրականությունը, որ հնարավոր է գտնել, ինձ թվում է մենք տենց փորձեցինք ուսումնասիրել ու հասկանալ, որ թե ով է ի վերջո էլի այդ մարդը։ Ներկայացումը մարմնավորում էր Եղիշե Չարենցի կյանքի դրամատիզմը, ստեղծագործական ուղին, ներքին պայքարներն ու խորհրդավոր ու առեղծվածային դեռևս մինչև վերջերս չուսումնասիրված ու ընկալված կերպարը, բեմական արտահայտ միջոցներով փոխանցելով այն տրամադրությունները, որոնք ուղեկցել են պոետին իր կարճատև, բայց հագեցած կյանքի ընթացքում։ Բեմում նաև դեկորացիաների ընտրությունն էր օգնում, որպեսզի հանդիսատեսն ամբողջ խորությամբ ընկալի Չարենցյան հոգու խորությունը։ Այս ներկայացումը դարձավ ոչ միայն հերթական բեմադրություն, այլ թատերական իրադարձություն, որն արձագանք գտավ թե մասնագիտական շրջանակներում, թե հանդիսատեսի մոտ։ Մեծ պոետը ներկայացվեց ոչ միայն որպես գրական մեծություն, այլ որպես հասարակական ու քաղաքական գործիչ ու պարզապես անհատականություն, որ մտածելու եւ անցյալը վերարժևորելու առիթ է տալիս, ասում է հանդիսատեսը։ Անհրաժեշտ եւ շատ ժամանակին ներկայացումը ժամանակի ներառված։ Ցավոք սրտի ներկայացումը եւս հուշեց, որ դարեր շարունակ մեր մոտ ամեն ինչ կրկնվում է եւ մենք մեր սխալներից դասեր չենք քաղում, ցավոք սրտի։ Միգուցե այս ներկայացումը կոչ լինի այն բանին, որ վերջապես մեր սխալների վրա մենք մի քիչ դասեր սովորենք։ Վաղուց կարոտել էինք դասական թեմաներով, դասական գործերի, իսկ սա շատ ուսանելի, շատ կարևոր գործ էր, շատ շնորհակալություն եւ հեղինակին, շնորհակալություն եւ բեմադրողին, եւ ընդհանրապես թատերական ողջ մեր լորին, շատ շնորհակալություն։ Ես ինքս ուսուցչուհի եմ եւ այս անտիպ էջերը Եղիշե Չարենցի եւ նրա բանտային կյանքը, այս գործը մեզ հայտնի է դարձել Դավիթ Գասպարյան գրականագետի շնորհիվ եւ այս բեմադրությունը կարծես թե ապացուցեց կրկին հասարակությանը ներկայացրեց
այն ստվերոտ կողմերը, որ ժամանակին եղել են, Չարենցը եղել է, կա ու միշտ կլինի։ Ներկայացման ավարտին երկարատև ծափահարությունները վկայեցին ներկայացման հուզական ազդեցության և որպես հետևանք հանդիսատեսի ջերմ արձագանքի մասին, հաստատելով, որ ժամանակակից թատրոնը շարունակում է խոսել հանրության համար կարևոր թեմաներով, արդիական ու ազդեցիկ խոսքով։ Թույլ տվեք ի սրտե շնորհավորել ձեզ այս շատ կարևոր ներկայացման համար, շատ անհրաժեշտ ներկայացման համար, որովհետև մեր օրերում մեր դասականներին դիմել, իսկ ես գտնում եմ, որ անկախ բեմականացում ավելի ուշ է արվել, պիես ավելի ուշ է գրվել, այնուամենայնիվ մենք դիմեցինք մեր դասականին, մեծ Չարենցին։ Ես ցավով եմ նայում, որ այդ անունները Չարենց, Բակունց, Մահարի, ուղղակի մեր նոր սերունդը, ցավով եմ ասում, նոր սերունդը հաճախ ես հարցնում եմ, զարմացած եմ նայում, հարգելի ծնողներ, որ դալիճում եք, առաջին անգամն եմ լսում, հարցնում են ովքեր են, ես մեկ այլ Համլետում կա նախադասություն, Համլետն ասում է ժամանակն իր շավքից դուրս է սայթաքել, բայց ռուսերենում Պաստերնակի մոտ ավելի հետաքրքիր է այդ նախադասությունը թարգմանված է Ռասպալս սվյազь времен, ժամանակների արանքում անդունդ է գոյացել, անդունդ, ցավոք սրտի։ Եվ այսօր, երբ որ բոլոր թատրոններում, երբ որ ինձ հրավիրում են ներկայացումների, այն արտասահմանյան, եվրոպական շատ դեպքերում իրենք էլ չեն հասկանում ինչ են բեմադրել, ինչի մասին են բեմադրել, ու գալ տեսնել այսպիսի հայրենասիրական ներկայացում, այսպիսի կրկնում եմ անհրաժեշտ ներկայացում և գեղագիտորեն հրաշալի իրականացված ներկայացում, ի սրտե շնորհավորում եմ ձեզ, ապրեք բոլորդ, ապրեք։ Չարենց ներկայացումով բացվեց Աբելյանի թատրոնի 94-րդ թատերաշրջանը։ Մեծանուն ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շավերդյանից հետո թեպետ վարպետի բեմադրությունները դեռևս խաղացանկում են, այնուամենայնիվ երիտասարդ բեմադրիչն ու թատրոնը նոր գեղագիտական սկզբունքների որոնումների մեջ են։ Այս ներկայացումը կարելի է համարել հետշավերդյանական թատերական հաջողություններից մեկը։ Ռեժիսոր Դավիթ Հարությունյանի հետ այս ներկայացման գաղափարի շուրջ բազմիցս ենք խոսել, արդեն գրեթե 2 տարի շարունակ այս միտքը խմորվել է եւ մենք մտածում էինք ինչ անել ու ինչպես ստեղծել Չարենցին բնորոշ որևէ ներկայացում։ Ինչն էր ամենակարևորը մեզ համար, ինչու Չարենց, որովհետեւ երբ իսկապես քեզ տալիս ես ով ենք մենք, որտեղից ենք եկել, ուր ենք գնում, ինչպիսի ժամանակներում ենք ապրել, ինչպիսի առնչակցություններ ունենք այսօրվա հետ, անպայման գալիս է Չարենցով ասելիքը մեր ժամանակներ բերելու անհրաժեշտությունը։ Եվ ես կարծում եմ, որ եւ Վալերի Փիլոյանի Չարենցի վերջին գիշերը պիեսը եւ Դավիթ Հարությունյանի այդ պիեսի հենքով ստացված ներկայացումը դեռևս երկար պետք է մնա մեր թատրոնի խաղացանկում, որովհետեւ այսօր միայն այն փաստը, որ այս ներկայացումը մղելու է շատերին կարդալու Չարենց, փնտրելու ներկայացման մեջ իրենց Չարենցին, գտնելու կամ փնտրելու այն գաղափարները, որոնք ինքը ունի կամ պետք է փորձի վաղվա համար գտնել, դա արդեն իսկ ձեռքբերում կարելի է համարել։ Իմ խորին համոզմամբ ներկայացումը տալիս է ապագայի դռները ճիշտ բացելու բանալիներ եւ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել եւ Դավիթ Հարությունյանին եւ ներկայացման ամբողջ խմբին, որովհետեւ հսկայական աշխատանք է արվել։ Ներկայացումը թատերական Լոռի փառատոնի խաղացանկի նախավերջին ներկայացումն էր, որին հաջորդեց Լոռու մարզկենտրոնում փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Թատերական Լոռի 31-րդ միջազգային թատերական փառատոնը Լոռու մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից է, որը տարիներ շարունակ մեկ հարկի տակ է համախմբում թատերական արվեստի լավ
լավագույն ներկայացուցիչներին։ Այս տարվա փառատոնը նվիրված է ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին։ Միջազգային փառատոնն այս անգամ էլ հյուրընկալել էր հեղինակավոր թատրոններ Հայաստանից եւ արտասահմանից, աշխուժացնելով մարզի մշակութային կյանքը։ Փառատոնի կազմակերպչական աշխատանքներում մշտապես աջակից է եղել Աբելյանի թատրոնն ու Վահե Շահվերդյանը։ Այդ առումով ձևավորված ավանդույթը չի խախտվել։ Թատերական լորին Աբելյանի անվան թատրոնի հետ համահունչ արտահայտություն է, որովհետև միշտ Աբելյանի թատրոնը եղել է կազմակերպիչների առաջին շարքում, Վահե Սուրենիչը միշտ եղել է ամենաակտիվ կազմակերպիչը փառատոնի, եւ այսօր այս փառատոնը նվիրվում է Վոլոդյա Գրիգորյանին, մեր հայ բեմի երախտավորներից մեկին։ Ես ուրախ եմ, որ անձամբ ծանոթ եմ եղել նրա հետ, եղել եմ նրա հյուրընկալ տանը, իհարկե նա արդեն չէր խաղում, հաղորդում եմ նկարահանել իր հետ շատ հետաքրքիր անձնավորություն էր, բավական երկար ես մնացի, բավական երկար խոսեցինք եւ իհարկե ես ավագ Ղազանչյանից արդեն լսել էի, գիտեի ինչ հսկայածավալ աշխատանքներ է արել Վոլոդյա Գրիգորյանը, ոչ միայն Վանաձորում, Լոռու մարզում, ինչ հսկայական ներդրում է ունեցել թատերական գործի կազմակերպման մեջ եւ իհարկե փառատոները առիթ են հանդիսանում, որտեղ նաեւ ինչ ասեմ, մենք էլ արտավազ մրցանակաբաշխությունը ամեն տարի նվիրում ենք մեր մեծերից մեկին, որովհետև չեն արվում Հոբելյանին։ Թույլ տվեք փառատոնի կազմկոմիտեի անունից փոքրիկ հանձնարարություն կատարել։ Թատերական լորի 31-րդ միջազգային փառատոն նվիրված ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին։ Տրվում է Էլֆիկ Զոհրաբյանին։ Վոլոդյա Գրիգորյանի անվան գլխավոր մրցանակը։ Եվ մրցանակի արժանացել ներկայացման բեմադրիչ Դավիթ Հարությունյանը, ես այն փոխանցում եմ տնօրենին, որը կհանձնի նրան։ Եվ ուղղակի ծափարում։ Թատերական լորին երբևիցե չի բացվել եւ չի փակվել առանց Վահե Շահվերդյանի ոգեշնչող խոսքի։ Թատերական լորին նախորդ տարի նվիրված էր Վահե Շահվերդյանին եւ այս տարի այն նվիրված է էլի մեր թատրոնի արտիստ, մեր հանրապետությունում ճանաչված դերասան Վոլոդյա Գրիգորյանի 100-ամյակին։ Ես նույնպես նշեցի, շատ դժվար է թատերական տոն ունենալ եւ պահելը եւ թատերական լորին որպես մեր մարզի, մեր հանրապետության ամենաերկարակյաց փառատոն շատ կարևոր առաքելություն է իրականացնում, բերելով թատերական այն երկխոսությունը, որը բոլորիս է անհրաժեշտ, ընդ որում որպես միջազգային փառատոն, նաեւ դրսի փորձը բերելով Հայաստան եւ մեր արտիստների լավագույն ներկայացվածությունը ապահովելով Լոռու տարբեր քաղաքներում։ Այս իմաստով թույլ տվեք իմ շնորհակալությունը հայտնել նաև Հրաչյա Պապինյանին, որ չնայած բոլոր տեսակի դժվարություններին շատ այսպես ոգեշնչումով իրականացնում է թատերական լոռի փառատոնը եւ ես ուզում եմ անպայման նաև շնորհակալանքի խոսքեր հղել Ալավերդու քաղաքապետարանին, որովհետեւ միակ հովանավորը, որքան ես գիտեմ, այս տարի Ալավերդու համայնքապետարանն է։ Շատ կարևոր առաքելություն է եւ ես ուզում եմ, որ այս առաքելությունը երկար շարունակվի եւ թատերական լոռին մշտապես դառնա Հայաստանում թատերական հրավառություն։ Թատերական լոռին շարունակում է մնալ մարզի մշակութային բրենդը, միավորելով լավագույն ու բարի ավանդույթներն ու նոր շունչը, ամրապնդելով Հայաստանի դիրքը համաշխարհային թատերարվեստում։ Մերի Կոլոլյան, Ռոբերտ Պետրոսյան, Վանաձորից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։